Կտամենը որ քաղաքացիան թարգմանում գիտե Արտուրը չի Ողջույն, ուժեղ սպիտակ, ուժեղ Հայաստան դաշինքն այսօր այստեղ է, որովհետև մեր նպատակն է կառուցել մի պետություն, որը երբեք մենակ չի թողնի իր քաղաքացուն, որը կլինի հուսալի հենարան և կստեղծի արժանապատիվ ապրելու ու արարելու բոլոր պայմանները։ Մենք եկել ենք հստակ ծրագրերով և պատասխանատվության մեծ զգացումով։ Շնորհակալ ենք այսպիսի ջերմ, ոգեղեն, էներգետիկ ընդունելության համար։ Սիրելի սպիտակցիներ, շուտով ունենալու ենք փոփոխություն, և այդ փոփոխության համարն է ավելի բարձր։ Համար 3։ Մեր հանդիպման առաջին խոսքի համար հարթակ ենք տրամադրում մեր գաղափարների հավատարիմ կրողին, ուժեղ Հայաստան դաշինքի աջակից Արման Ավետիսյանին։ Դիմավորեք։ Ողջույն ուժեղ սպիտակին, սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հայրենիքը կանգնած է կարևոր և պատասխանատու ընտրության առաջ, սա պարզապես քաղաքական գործընթաց չէ, սա որոշում է մեր պետության ապագայի, ազգային արժանապատվության և ժողովրդի միասնականության մասին, մեր ժողովրդին այլևս պետք չեն գեղեցիկ, բայց դատարկ խոստումներ, մարդիկ հոգնել են խոսքերից, որոնք երբեք գործի չեն վերածվել։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ են պատասխանատու, սկզբունքային, հայրենասեր և ժողովրդի ցավն ու խնդիրները սեփականը համարող մարդիկ։ Այս օրերին շարունակվում են հանդիպումները քաղաքացիների հետ,
լսվում են մարդկանց մտահոգությունները, քննարկվում մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու ներկայացվում այն ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի զարգացմանն ու հասարակության բարեկեցությանը։ Մեր ճանապարհի հիմքում կանգնած են հայրենասիրությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու ժողովրդի վստահությունը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնություն, համախմբվածություն եւ պետության նկատմամբ պատասխանատվություն։ Մեր երկրին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր չեն հեռանում ժողովրդից դժվար օրերին, ովքեր պատրաստ են կիսել ժողովրդի հոգսն ու պայքարել յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի համար։ Ասածներից վառ օրինակն է Սամվել Կարապետյանը, մարդ, ով իր գործունեությամբ բազմիցս ապացուցել է, որ հայրենասիրությունը միայն խոսքերով չի չափվում։ Իր բազմաթիվ նախաձեռնություններով եւ աջակցությամբ նա կանգնել է ժողովրդի կողքին, նպաստելով կրթության, մշակույթի, առողջապահության եւ սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Այդպիսի մարդիկ կարևոր դեր ունեն պետության ամրապնդման եւ ազգային արժեքների պահպանման գործում։ Սպիտակցին լավ գիտի նման մարդկանց արժեքն ու նրանց դերը համայնքի ու երկրի զարգացման գործում, քանի որ ունեցել է Սուրեն Ավետիսյանի նման քաղաքապետ եւ ազգային ժողովի պատգամավոր, ում անվան հրապարակում էլ մենք այժմ գտնվում ենք։ Հարգելի հայրենակիցներ, այստեղ երջանկայիշատակ Սուրեն Ավետիսյանի անունը կրող հրապարակում մենք կանգնած ենք ոչ թե պատահականորեն, այլ գիտակցված եւ հարգանքի խորը զգացումով։ Սուրեն Ավետիսյանն իր գործունեությամբ թողել է նկատելի հետ սպիտակի զարգացման եւ համայնքային կյանքի ամրապնդման գործում։ Նրա հիշատակը այսօր մեզ համար ոչ միայն անցյալի վկայությունն է, այլ նաեւ պատասխանատվություն եւ ծառայության վառ օրինակ համայնքի ու ժողովրդի հանդեպ։ Որպես նրա եղբորորդի, ինձ համար սա ոչ միայն ընտանեկան հպարտության, այլև մեծ պատասխանատվության հարց է։ Նրա անունը եւ թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել առավել հետևողական, սկզբունքային եւ նվիրված մեր քաղաքի ու համայնքի զարգացման գործում։ Ես իմ հնարավորության սահմաններում միշտ արել եմ եւ շարունակելու եմ անել ամեն ինչ հանուն սպիտակի բարօրության, մեր համայնքի առաջընթացի եւ արժեքների պահպանման։ Մեր թիմը հավատում է, որ Հայաստանն ունի հզոր ներուժ, ուժեղ ժողովուրդ եւ պայծառ ապագա։ Միայն ժողովրդի կամքի, միասնականության եւ նպատակային աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել դժվարությունները եւ կառուցել այն հայրենիքը, որի մասին երազում ենք բոլորս։ Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու վստահությունից, ակտիվ մասնակցությունից եւ ազգային արժեքների պահպանությունից։ Մենք պարտավոր ենք ամրապնդել պետականությունն ու ստեղծել այնպիսի երկիր, որտեղ երիտասարդությունը կապրի հույսով, ընտանիքները ապահովությամբ, իսկ ապագա սերունդները վստահությամբ։ Այսօր մեր ամենամեծ ուժը մեր միասնականությունն է։ Եթե կարողանանք մի կողմ դնել բաժանարար գծերն ու առաջնորդվել միայն հայրենիքի շահերով, ապա կկարողանանք կառուցել ավելի ուժեղ, անվտանգ եւ արժանապատիվ Հայաստան։ Մեր ապագան կախված է յուրաքանչյուրիցս։ Յուրաքանչյուրիս կամքից եւ հավատից սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս ընտրությունը միայն մեկ ուժի կամ մեկ մարդու ընտրություն չէ։ Սա ընտրություն է հանուն ուժեղ, անվտանգ, արժանապատիվ եւ ժողովրդի շահը պաշտպանող Հայաստանի։ Թող մեր յուրաքանչյուր քայլ առաջնորդվի հայրենիքի եւ եկեղեցու հանդեպ սիրով, պատասխանատվությամբ եւ ազգային ոգով։ Միայն միասնական ուժով կարող ենք ունենալ ուժեղ, կայուն եւ հաղթանակող հայրենիք։ Փոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Փոփոխության համարն է համար 3։ Փոփոխություն, փոփոխություն, փոփոխություն։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան, սիրելի սպիտակցիներ, եթե միասին կանգնենք եւ միասին հավատանք, ոչ մի ուժ չի կարող կասեցնել ժողովրդի կամքը եւ փոփոխության իրագործումը, իսկ այդ փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել, վարչապետ, Սամվել
Հայաստան մեր։ Այո, սիրելի սպիտակցիներ, շարունակում ենք մեր հանդիպումը, այժմ ձայնը տրվում է մեր թիմի սկզբունքային գործընկերոջը, ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, ուժեղ Հայաստանի գեղեցիկ խորհրդանիշ Լիաննա Մանուկյանի։ Սիրելի սպիտակցիներ, արժանապատիվ մարդիկ, բարև ձեզ։ Այսօր մենք հավաքվել ենք մի քաղաքում, որը բոլորից լավ գիտի, թե ինչ է նշանակում ցավից հետո վերածնվել, մեջքը ուղղել ու սեփական կյանքը նորից կառուցել։ Սակայն մենք այսօր այստեղ ենք, որովհետև մեր երկիրը նորից կանգնած է դժվարագույն սահմանագծին։ Ժողովուրդ, չեք հոգնել, մենք չենք ուզում ապրել պատերազմի մշտական վախով։ Տիրող աղքատության, անընդհատ ու անպատիվ զիջումների պայմաններում։ Մի ամբողջ ժողովուրդ չի կարող ապրել տագնապով, թե վաղը ինչ նոր զիջումներ պիտի անենք կամ Բաքվից ինչ նոր պահանջ է հնչելու։ Սա չի կարող լինել մեր երեխաների հեռանկարը։ Ամենաշատը մենք հոգնել ենք լսել իշխող խմբակի արդարացումները, իրենց հերթական անհաջողությունների պատճառաբանությունները կամ մեղքը ուրիշների վզին փաթաթելը, դատարկ խոստումներով եւ պատճառաբանություններով երկիր չեն կառուցում եւ երկիր չեն ղեկավարում։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ով որ կբերի շոշափելի փոփոխություններ, եւ այդ ուժեղ ղեկավարը Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Ով իր կյանքով, իր գործով է ապացուցել, որ կարող է կառուցել, կարող է տնտեսություն զարգացնել, կարող է փոխել մեր կյանքը եւ ամուր թիկունք դառնալ մեր պետության համար։ Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք գնալ ընտրության։ Հարգելի հայրենակիցներ, միակ տարբերակը Հայաստանը ուժեղ դարձնելու, տիրող իրավիճակը փոխելու ընտրությունների գնալն է։ Գնանք ընտրության, եթե չենք ուզում, որ մեր երկրում մեր փոխարեն Ալիևը որոշումներ կայացնի։ Գնանք ընտրության, որպեսզի Ալիևի պահանջով մեր երկրում սահմանադրություն չփոխեն։ Գնանք ընտրության, եթե չենք ուզում վախենալ մեր երկրում Արցախից ու Արցախում տեղի ունեցածից խոսելիս։ Գնանք ընտրության, եթե չենք ուզում վախենալ մեր երկրում խոսել ցեղասպանությունից։ Գնանք ընտրության, եթե չենք ուզում մեր եկեղեցու հանդեպ սկսված արշավը շարունակվի։ Գնանք ընտրության, որ Բաքվում չորոշեն, թե մենք մեր երկրում որ սարին կարող ենք նայել, իսկ որին ոչ։ Գնանք ընտրության, ամենակարևորը, գնանք ընտրության, որպեսզի մի օր չարթնանանք Հայաստանում, որտեղ մեր կողքը ադրբեջանցիներ են ապրում, ու չգիտենք նրանց մեջ քանի Ռամիլ Սաֆարովներ են գալու։ Գնանք ընտրության, ընտրենք փոփոխությունը, իսկ որն է փոփոխության համարը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Մանուկյանին, փոփոխությունները անկասկած տեղի են ունենալու ձեր կամքով, ձեր քվեով, սիրելի սպիտակցիներ, փոփոխությունները երկնքից չեն իջնում, փոփոխությունները սկսվում են հրապարակներից։ Փոփոխություն, փոփոխություն, փոփոխություն։ Եմ արտակ ենք հրավիրում ուժեղ Հայաստան դաշինքի այն անդամին, ով իր ամենօրյա աշխատանքով ապացուցում է նվիրվածությունը մեր ընդհանուր գործին եւ նպատակներին, Անդրանիկ Գևորգյան։ Ողջույն, արժանապատիվ սպիտակցիներ ջան։
Ողջույն իմ լոռեցիներ ջան։ Սիրելի սպիտակցիներ ջան, դուք այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել եք, որ կանգնած եք արժանապատվության, որ կանգնած եք բարեկեցության, որ կանգնած եք այն հայի կողքին, ով երբեք հայն ու Հայաստանը մենակ չի թողել։ Եվ մենք վստահ ենք, որ սպիտակցին հունիսի 7-ին կատարելու է իր արժանապատիվ ընտրությունը։ Մենք վստահ ենք, որ սպիտակցին թույլ չի տալու, որ ինչ-որ փոքրիկ խմբակ որոշի մեր երկրի ճակատագիրը։ Սիրելի սպիտակցիներ, հունիսի 7-ը Հայաստանի ընտրությունների պատմության մեջ շատ կարևոր օր է։ Մենք այդ օրը պետք է վճռական ձևով ցույց տանք, որ դեմ ենք այն ինչ կատարվում է մեր երկրում, եւ մենք կողմ ենք, որ մեր երկիրը արժանապատիվ եւ բարեկեցիկ ապագա ունենա։ Իսկ դա հնարավոր է միայն արժանապատիվ ղեկավարի շնորհիվ, Սամվել Կարապետյանի։ Ես շատ հակիրճ ցանկանում եմ նշել այն կետերը, որոնք ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանի հետ յուրաքանչյուր հայ պետք է ունենա։ 300,000 նոր աշխատատեղեր, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% ավելի էժան դեղորայք, բերքի երաշխավորված մթերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, թոշակների ավելացում ամսական 12,000 դրամով, բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում 20-ից 25%-ով, 0% ծայրահեղ աղքատություն Հայաստանում, գործնականում անվճար կրթության հնարավորություն ուսանողներին, ժամկետային ծառայությունը 1 տարի, ժամկետային ծառայողներին ամսական 40,000 դրամ համարժեք աշխատավարձ և տարեկան 1000 բնակարան 50% զեղչով, տուրիզմի ոլորտում կիրականացվի 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում, բնակարան ամեն 5-րդ ծնվող երեխային, 2 միլիոն դրամ ամեն 4-րդ ծնվող երեխային։ Սա ուժեղ Հայաստանի, ուժեղ առաջնորդի ծրագիրն է, որը միասին կերտելու ենք հունիսի 7-ից հետո։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր, կատարում ենք մեր արժանապատիվ ընտրությունը։ Արժանապատիվ ընտրության համարն է, փոփոխության համարն է, համար շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք պարոն Գևորգյանին մեր ծրագրերը ներկայացնելու համար եւ վստահաբար այդ բոլոր ծրագրերը իրականանալու են ձեր քվեով եւ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Սամվել վարչապետ, Սամվել, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, այո սիրելի սպիտակցիներ։ Եվ մեր այսօրվա հավաքի քաղաքական ամփոփիչ ուղերձը ու մեր հստակ անելիքները ներկայացնելու համար բեմ ենք հրավիրում ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։
Շնորհակալ եմ, սիրելի սպիտակցիներ ջան, շնորհակալ եմ, էլ եք ամաչացնում, մի հատ նկարվենք երևի իրար հետ, որ ամբողջ Հայաստանը մեզ տեսնի իրար հետ, գնանք, գնացինք, Սիրելի սպիտակցիներ ջան, սիրելի լոռեցիներ ջան, այստեղ մեր հողի վրա ամենակարևորը գնահատվում է մարդկանց բարի սիրտը։ Լոռեցին էդի բարի մարդն է, ամբողջ Հայաստանում, բոլոր ասում են միամիտ, բայց տենց միամիտ չենք, էլի, էդի ձևն է տենց, բարի մարդիկ ենք մենք, ուղղակի մենք նաև հիշողություն ունենք լավ, օրինակ 3 օր առաջ այստեղ էր մեր երկրի վարչապետը, ու իրան մոտեցավ մի ծեր մարդ, ով իր որդու ու իր երեխային թոռանը ուղարկել էր բանակ։ Եվ այդ մարդ ուզում էր հարց բարձրացնել։ Երբ մոտեցավ, հարցը բարձրացրեց, բացի քաղաքական ուժի ղեկավար լինելուց, Փաշինյանը նաև երկրի վարչապետ է, եթե չի մոռացել։ Ու երկրի վարչապետին հարց է ուղղում, զինվորի պապը իր տիկնապահները բերանը փակում են տարիքով մարդու, ստեղա չէ ինքը, եթե ստեղա ձերքը բարձրացնի տեսնեմ, կարա ուշել բարձրացնի, տարիքով մարդու բերանը փակում են ու քաշքշելով դուրս են անում, են որ ասում ենք մենք միամիտ ենք, մենք միամիտ չենք, մենք լավ հիշում ենք ու սպիտակցին պետք է այդի հիշի, ոնց են մեր վեցերին վերաբերվել Եվ եկել են այստեղ, եթե մեր մեծերին են սենց վերաբերվում, ընտրվելուց հետո ոնց են վերաբերվելու, ժողովուրդ, այս մարդիկ կորցրել են, աստղայինը տարել է իրանց, իրանք էլ չեն գնահատում մարդկանց, երբ մարդիկ մոտենում են անարգալից են իրանց հանդեպ, մարդը իր զավակին կորցրել է, հարց է ուզում տա, անարգալից են վերաբերվում իր հանդեպ, ամոթ, Մենք պետք է ցույց տանք, որ էսի սովորական չի մեր հողի վրա, որ մենք սենց չենք վերաբերվում մեր մեծերին, անգամ մեծերը կարող է մի երկու բան էլ թթու խոսք ասեն, բա մեծը դրա համար է, որ թթու խոսք ասի, պետք է ձեն չանենք, կարանք դիտակ մրթմրթանք, բայց ձեն չենք անում, Էդ է ես մեր հողի դրվածքը։ Մյուս բանը, որ այդ նույն մարդը անում է, շվեցարեր գնացել ու ասել էր Սփյուռքին եկել եմ ասեմ, որ իրար հետ մեր վրա հույս չդնեք։ Հայաստան ու Սփյուռքը տարանջատում է։ Եկեղեցու դեմ գնալու արշավի հիմնական նպատակներից մեկը, որ պահին, որ ինքը հնարավորություն ունենար մեր վեհապարին փոխեր, ինքը փոխելու էր, որ եկեղեցին չխոսա ցեղասպանության մասին։ Որ պահին, որ ցեղասպանության մասին մեր եկեղեցին սկսեց չխոսալ, Սփյուռքը երես է թեքելու Հայաստանից, որովհետև բոլորի պապերը Սփյուռքում են հայտնվել ցեղասպանության հետևանքով։ Սա ծրագիր է, որպեսզի Հայաստանը ու Սփյուռքը իրարից տարանջատեն, ու իրանց այդ ծրագիրը չստացվեց, որովհետև մենք ոտքի կանգնեցինք, ու իրանց Էջմիածնի դարպասների մոտ հետ ճամփու դրեցինք։ Ասեն մարդիկ ինչու եմ սպիտակում էսի ասում, նայենք մեր շրջակայքը, ում աջակցությամբ էս ամեն ինչը կառուցվել, մի հայի, ում նախնիները ջարդերից, ցեղասպանությունից փախել են ու Ամերիկային ասել, մեր երկրի ազգային հերոս, պարոն Քրկորյանի հնարավորություններով այս քաղաքը վերակառուցվել։ Սփյուռքի, զավակի հնարավորություններով այս քաղաքը վերակառուցվել, վերածնունդ ապրել։ Ու մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքի մեր ամբողջ պոտենցիալը օգնելու է վաղվա Հայաստանի վերակառուցմանը։ Ով ուզում է սեփ խրի Սփյուռքի ու Հայաստանի մեջ, նա սեփ է խրում Հայաստանի զարգացմանը։ Նա մոռանալ է տալիս,
թե ինչ արեց Սփյուռքը Սպիտակի համար, ինչ արեց Սփյուռքը Լորվա համար, ինչ արեց Սփյուռքը Հայաստանի համար։ Մենք գնահատում ենք մեծանուն հայերին եւ շարունակելու ենք իրենց գործը։ Սպիտակում պետք է աշխատատեղերի խնդիր չլինի։ Սպիտակը պետք է բուռ զարգացող համայնք լինի։ Մենք այսօր գյուղերն էինք այցելել։ Մարդիկ կաթը վաճառում են գնով, ինչ ես 14 տարեկան էի։ Մարդիկ իրացման խնդիր ունեն, չկա պետական որևէ ծրագիր, մի հատ գործարան ստե սարքվել է 8 տարվա մեջ ժողովուրդ։ Եթե ինչ-որ բան սարքվել է, 8 տարվա մեջ 7-8 միլիարդ դոլար փող են ծախսել։ Մի հատ գործարանն ինչ է ժողովրդին աշխատանք, մշտական աշխատանք չեն կարողացել։ Գիտեք ինչու։ Որովհետև իրանց գործը մենակ փոքր ռեմոնտներ անելն է, բյուջեն ծախսելն է։ Մենք պետության ձևը փոխելու ենք։ Պետությունը հիմնականում աշխատատեղեր ստեղծելով է զբաղվելու։ Լավ վարձատրվող աշխատատեղեր։ Մենակ երբ որ հայը հարուստ եղավ, լավ ապրեց, Հայաստանը այդ ժամանակ է ուժեղ լինում։ Լավ ապրի մեր ժողովուրդը, որ չթողնի գնա Հայաստանից, որ իր երկրում ապրի, թորը իր երկրում ապրի, երեխաները իր երկրում ապրեն, բանը հարկեր տալավ, բանակը զինվի, որ վաղը երկրի ղեկավարը գա, ժողովուրդը գա, շնորհակալության խոսք ասի, ու երկրի անգամ եթե մեծերը մի երկու թթու խոսք էլ ասեն, բերանը չփակեն այդ մարդու։ Սպիտակցիներ ջան, մենք լոռեցիները ընդհանուր բարի ժողովուրդ են, բայց էլ եմ ուզում ասեմ, հիշեք նաև, որ մենք ունենք հիշողություն։ Ու մենք պետքա պատասխանես մարդկանց տանք, իրար հետ 10 օր է մնացել, գնանք, փոխենք այս մարդկանց, լուրջ մարդիկ գան երկրի ղեկավար, որ ամեն օր շին հրապարակ ավելանա մեր երկրում, մեր քաղաքներում, մեր հայրենիքը զորանա, ու դա բոլորս անելու ենք իրար հետ, ու ոնց որ ասում են փոփոխությունների համար երեք, փոփոխությունների համար երեքն է, աստվածային թիվ, իրար հետ, այդ դրանով մեծ փոփոխություն պետք է անենք, իրար հետ, շնորհակալ եմ սպիտակցիներ ջան։ Շնորհակալ ենք պարոն Նարեկ Կարապետյանին, ճշմարտությունը բարձրաձայնելու, ոգևորիչ, ուղղորդող եւ ուժեղ խոսքի համար։ Սիրելի սպիտակցիներ, ձեր կամքը, մեր նկատմամբ հավատը, մեր հաղթանակի ամենամեծ երաշխիքն են։ Հունիսի 7-ին միասին կայացնելու ենք մեր երկիրը այլևս ուժեղ դարձնելու որոշումը։ Գնալու ենք կտրատեղամաս եւ ընտրենք որ համարը, համար 3 եւ հիշեք, միասին փոփոխություն ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ փոփոխության համարն է համար 3-ը։ Շնորհակալ ենք բոլորիցս այս շերտ մարդաշատ ոգեղեն ընդունելության համար։ Հավատացեք, փոփոխությունը գալու է բոլորիդ մոտ։ Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, Սամվել, 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 շնորհակալ ենք։ Awesome.
Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան, մի սիրտ, մի ածայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հասել, հողը արթուն է, հայերին կանչում է, հայկական ողջին թող վերածվի, միասին կանգուն ենք, ուսուսի քայլում ենք, երկսուդու ենք սարքան, լուսաբացին, ուժում էր արմատներ, սիրտն ու գործն է